Վել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք չենք խոսել դեռ Միացյալ Նահանգների վերջին առաջարկների մասին, որ ուղարկել են եւ Կիև եւ Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսական կողմը երկու կողմերը արդեն արձագանքել են, Եվրոպայից եւս արձագանք կա։ Մենք հաղորդման երկրորդ հատվածը ամբողջությամբ կնվիրենք դրան։ Բավականին հետաքրքիր է, հերթական շոուն է, հերթական, չգիտեմ ինչն է Թրամփի կողմից, թե այստեղ կա որոշակի լրջություն, թեպետ շատ խիստ արձագանքներ նաև եղավ Ռուսաստանի Դաշնության կողմից եւ ոչ միայն, բայց սկզբում երևի խոսենք մեր թեմաների մասին, բրուտոսները շատանում են, այդպես է, իշխանությունը երբ որ բանդայի ձեռքում է հայտնվում, իրենք սկսում են իրենց մեքենան շատ ակտիվ կերպով աշխատեցնել եւ ինչպես տեսնում ենք իրենց մոտ հաջողում է Սրբազան Մասաչուսեթսի թեմի Գևորգ Սրբազանը եւս ներկա էր այդ պատարակ, որտեղ պատարակի ժամանակ գիտեք որ վեհապարի անունը չի հնչում, այսինքն Պղծությունը պղծության հետևից շարունակում է, սրբապղծությունն է Տեր Տիրատուր Սարդարյանի պատասխանը Բրուտոսին, Գևորգ Սրբազանին եւ Տեր Երվանդին, ով իբրև որպես անհնազանդություն համարձակվել է չհիշատակել վեհապար Հայրապետի անունը Նիկոլի առաջ մատուցած պատարակի ժամանակ։ Եթե վարչապետը քահանային պարտադրում է սուրբ պատարակի ընթացքում չհիշատակել թեմակալ առաջնորդի կամ կաթողիկոսին, ապա խախտվում է ոչ միայն եկեղեցական իրավունքը, այլև խոցվում է եկեղեցու խորհուրդը։ Սուրբ պատարակը պետական արարողություն չէ, որտեղ եպիսկոպոսը քահանան լռեցվում է, այնտեղ լռեցվում է Քրիստոսը։ Սա աշխարհակալություն չէ։ Ահա այսպիսի բան մենք տեսանք ինչ տեղի ունեցավ երեք, բոլորը սպասում էին թե կմասնակցի թե չի մասնակցի Գևորգ Սրբազանը մասնակցեց եւ արժանացավ Բրուտոսյանին, որովհետեւ բոլորը հրապարակ եկավ այն թե ինչ է ընդհանրապես չնայած թե պետք է երևի դա կապ չունի, պարոն Նահապետյան, ապա ասեն որ ինչ մեծ բան է արել իր համար վեհապար Հայրապետը նշանակություն չունի։ Ոչ միայն իր համար, այո, որ հոգևորականի համար չի արվել։ Եվ Բրուտոսը իր քայլն արեց, սեփական հոգևոր հորը դավաճանող Բրուտոսը թաքնվում է քահանայի ետևում եւ հարցնում են թե ով է այսօր կատարած սրբապղծության պատասխանատուն։ Նա սարսափում է պատասխանել, թե ով է իր հոգևոր եղբայրներին Բագրատ եւ Միքայել Մկրտիչ Սրբազաններին բանտարկել եւ հալածում մեկուսարաններում պահելով։ Փոխարենը դողացող ձայնով փորձում էր հասկանալ, թե իր գոյություն չունեցող անունը ով է փորձել պախարակել։ Բրուտոսը չի գիտակցում, որ իր անունը պախարակել է հենց ինքը եկեղեցու կանոնդին դեմ գնալով ու իրենից մարդ կերտած մեր վեհապարին դավաճանելով։ Երևի արժե նաև իշխանություն ԿՏՄ փորձել էր հարց ուղղել իրեն, իր վիճակը երևի արժե փոխանցել թե ինչ վիճակում էր եւ ինչ էր կատարվում այս դավաճան Բրուտոս Գևորգ Սրբազանի հետ։ Խնդրեմ։ Մարիամ Աստված օրհնական Սրբազան հայր։ Սրբազան պատարակի ժամանակ շնչեց վեհապար Հայրապետի անունը։ Դուք ինչով եք դա պայմանավորում, ձեզ համար դա ընդունելի էր։ Սրբազան դուք եք տնօրինել պատարակը։ Ինչ կարող եք ասել։ Արդյոք կարգ է խախտվել թե ոչ։ Մոտեցիք քահանան։ Դուք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է Կտրիչ Ներսիսյանը հեռանա, կիսում եք այդ հայտարարությունը, այդ տեսակետը։ Մեքենան եք գալիս են։ Սրբազան կպատասխանեք հարցին։ Գևորգ Սրբազան կպատասխանեք հարցին։ Դուք ևս կարծում եք, որ պետք է Կտրիչ Ներսիսյանը հեռանա, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Ինչ հոդված։ Որ հոդվածը։ Որ հոդվածը։ Որ հոդվածը Գևորգ Սրբազան։ Սա ողորմելի վիճակը նայեք։ Որ հոդվածը, ասեք, որ հասկանանք։
Իսկ դուք ևս կարծում եք, որ պետք է ինչպես Նիկոլ Փաշինյանը ասում, կտրիչ Ներսիսյանը հեռան։ Գրված հոդվածի պատվիրատու ով է։ Սպասում դուք հիմա լուրջ եք դուք հիմա։ Լավ, եւ այսպես Սողոսկուն գնում է, լավ, ավարտեք սա, եւ ոչ միայն կաթողիկոսի դեմ սկսած գործընթացի այս անձը միացավ երկու սրբազաններին կալանավորողների պղծությամբ զբաղվող հայ առաքելական եկեղեցի վրա հարձակվողների բանակին կամ բանդայի, խնդրեմ։ Իսկապես ծանր է, հաշվի առնելով, որ Գեորգի Սրբազանոցյալը եւ Վեհապար Հայրապետն է։ Եվ Վեհապար Հայրապետն է փաստորեն այս անձի եւ ոչ միայն այս անձի որպես հոգեվորական, որպես կուսակրոն, որպես թեմի առաջնորդ, որպես Բրիտանիայում տարիներ շարունակ ուսանած, թեզը պաշտպանած Գիտեք, տխուր է, երբ սովորական լրագրողը մի աղջնակ հարց է տալիս, սովորական հարցեր է տալիս, մարդը փախչում է։ Գիտեք, ասենք, լրագրողից կարող է փախչել։ Լրագրողի հարցերից կարող է փախչել։ Իրեն համոզի, որ ինքը բոլորից կարող է, բայց ինքը իրենից չի կարող փախչել։ Իր ներքին եսը, խիղճը, իրեն անընդհատ իրեն ասելու է, ով ես դու։ Ես ընդհանրապես ոչ միայն այս անձ հետ կապված, որտեվ ուշադրություն դարձրեք, իր կեցվածքը միայն իր թեմի ենթակայությամբ եկեղեցում պատարագի մատուցելու համար անհրաժեշտ քահանան մատուցելը չէր, որտեվ իրականում այդ եկեղեցի քահանան իմանալով, որ Փաշինյանը տեղ գալու է, ուղղակի արձակուրդ էր վերցրել։ Ես կարող եմ ենթադրել, որտեվ նման պատահականություններ չի լինում։ Եվ այդ քահանայի տեղը շատ արագ հայտնվել էր մեկ ուրիշը։ Եվ բնականաբար այդ մեկ ուրիշը նշանակել է կոնկրետ հենց Գևորգ Սրբազանը։ Եվ ինքն էլ անձամբ ներկա էր եղել։ Հիմա գիտեք, մարդիկ, ես այս կարգի մարդկանց, որոնք առնվազն մի քանի կարևորագույն արժանիք պետք է ունենան, առաջինը իրենց տղամարդկային արժանիքն է, անկախ ազգային պատկանելությունից եւ հավատքից։ Երկրորդ իր որպես քրիստոնյա, որպես թեմի առաջնորդ, որպես մեր եկեղեցու կարևոր թեմերից մեկի, իհարկե բոլոր թեմերները կարևոր են, կարևոր թեմերից մեկի առաջնորդ եւ ամենակարևորը որպես քրիստոնյա։ Հիմա պատկերացրեք այսպես. ինքը վստահաբար գիտի իր քայլերը ինչի համար են եւ այդ քայլերը չի սկսել այս հարցադրումից կամ այդ եկեղեցում պատարագի մասնակցությունից։ Սկսել է, երբ Հովանավանքի քահանային կարգապահական հանձնաժողովը հարց դրել էր կարգալույց անելու։ Ինքը եւ եւս մի թեմի առաջնորդ դեմ են քվեարկել։ Ընդ որում Փաշինյան կոչեցյալը ինքը մասնակցել է հենց այդ երկու թեմերի եկեղեցիներում պատարագին։ Մյուսը խոսքս Վայքի ընտրել Աբրահամ Սրբազանն էր։ Երկուսն էլ դեմ են եղել Հովանավանքի Սյոպիկ Ասատրյանին աշխարհական անունով, ավազանի անունով հիշենք, կարգալույց անելու, այո։ Երկրորդ Գևորգ դավաճաններ են գլխից արդեն բարձր։ Երկրորդ մի նամակ է գրվել Գևորգ Սրբազանի կողմից Փաշտյան կոչվածին, որ հաշտության եզրեր եկեղեցի եւ պետություն, բայց եկեղեցի պետություն խզում չկա։ Կա պետության գլուխ բերված մի անձ, որը պետական ինստիտուտները օգտագործում է, սպասարկելով այլ երկրների ազգային պետական շահերը, ձեռք ետել իր իշխանության մնալու իր նպատակն ու ցանկությունը։ Այսքան բան, հակասություն չկա։ Ոչ իրավական առումով, ոչ էլ գործնականում։ Եվ դրա լավագույն ապացույցը, երբ հոկտեմբերի 26-ին առաջին անգամ Փաշինյան կոչվածը գնաց Հովանավանք,
իր հետ էր ընդամենը 3 նախարար, 3 կառավարության անդամ ու վերջ։ Սա ինքնին ցուցիչ է։ Եվ հիմա եթե վերադառնանք մեր բուն խոսակցությանը, ես Գևորգ Սրբազանի եւ այլ սրբազանների, այլ հոգեվորականների, մեր եկեղեցու ծառայողների, որոնք կարող են նաեւ հոգեվորական չլինել, բայց սպասավոր լինել, ընդամենը մի բան եմ ասում, որ եթե իսկապես իրենք իրաց բնույթով էությամբ գործերով քրիստոնյա են, իսկ քրիստոնեությունը մեռած հավատ չի։ Գրված է. հավատը առանց գործերի մեռած է։ Գևորգ Սրբազան, քո գործերը ինչի մասն է խոսում։ Քո մեռած հավատի։ Եվ երբեք որից է մեկին պետք չի համոզել, որ քո գործերը խոսում են քո քրիստոնյա, առավելևս մեր եկեղեցու բարձրաստիճան հոգեորական լինելու իրողության մասին։ Դա մեկը մեկ հետ բնավ կապ չունի։ Քո գործերը խոսում են, որ քո հավատը մեռած է։ Եվ ամենակարևորը, եթե որոշ որպես հոգեվորական արդեն մեռած չի, եթե գնացել է։ Ես որպես քրիստոնյա եմ ասում, որպես քրիստոնյա։ Որ 3 սրբազանի այսօր փակված է պահում։ Որպես քրիստոնյա։ Երկրորդ, երբ ինքը նամակ է գրում Փաշտյան Նիկոլին ինչ որ հաշտության եզրեր գտնելու համար։ Օրինակ ինքը մտածում է, որ միաժամանակ բանտում են 3 թեմերի առաջնորդներ, հանրային։ Ավելին բանտում է այդ 3 թեմերի առաջնորդներից մեկը, որ իր հետ տարիներ շարունակ խիստ մտերիմ եղել, սկսած, ինչպես ասում են, ուսանողական ջեմարանում սովորելու տարիներից։ Այդ ընտանիքի հետ, այդ անձի մոր ձեռքից հաց է վերցել, դրած հացը եւ իր խորին երախտագիտությունը երբ Մկրտիչ Սրբազանը հիմա պատկերացնում եք ինչ աբիժնիկ, ինչ ողորմելի ա եղել, որ եկեղեցու համար այսպիսի դաժան ծանր, երբ որ եկեղեցին իշխանության կողմից բռնազավթված, հա, իշխանությունը բռնազավթված թշնամու ուժերի կողմից հարձակման է ենթարկում, ինքը անցնում է նրանց կողքը, ինքը անցնում է իր 2 եղբայրների 3 եղբայր սրբազաններին այսօր խոշտանգվում են բանտերում այդ պայմաններում եւ ինքը շատ լավ գիտի առողջական իր ծանր խնդիրներ ունեն եւ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը եւ այսօր այսպիսի հարցակում հայ վեհապարի նկատմամբ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ինքը դառնում է դրա մասնակիցը Դավաճան հիմա գանք մյուս իմ դիտարկմանը մյուս դիտարկումը հետեւյալն է Այս անձինք, որոնց հավատը մեռած է, այսինքն իրականում հավատ չկա, որտեղ գործերն են դրա մասին ցույց տալիս։ Ինքը մտածում է, քանի որ գրված է ոչ Աստծուց վախ ունեն, ոչ մարդկանցից ամոթ։ Եվ այդ մարդկանց մոտ, այդ կարգի մարդկանց, անկախ նրանից ինքը հոգեվորական է թե աշխարհական է, թե ինքը իրեն քրիստոնյա է համարում եւ եկեղեցու զավակ, իրենց մոտ փաստացի Աստված մի զառամյալ բանականությունը կորցրած վատ տեսողությամբ, վատ լսողությամբ, վատ խոսքով մի ծերուկ է կողքի սենյակում, որին ուղղակի կարելի է խաբել։ Միևնույն այդ մարդը կողքի սենյակում որից է բան իրավիճակի վրա չի ազդում։ Իրենք այդպես են մտածում, թեև Տերը ցանկացած մարդու համար դեռևս չծնված ասում է, որ ինքը գիտի այդ մարդու մասին մինչև ծնվելը։ Դուք պատկերացրեք։ Այսինքն այս մարդիկ նորից եմ ասում, իրենք Աստծո հետ ըստ իրենց տուն-տունիկ են խաղում։ Այ կողքի սենյակում այդ ծերունի նստածը կարելի է խաբել, no problem։ Բայց ամենակարևորը ես հորդորում եմ բոլոր հոգեվորականներին, որոնք միգուցե ես չեմ բացառում վարկաբեկիչ նյութերի ճնշման ներքո ներառալ նաև այդ մտրակն է, բլիթն են առաջարկել, այսինքն գայթակղություն, որ լավ կլինի, որ եթե դուք ունենաք այսպիսի կեցվածք, այս մարդիկ հասկանան, վերջին հաշվի, թե իսկապես հոգու խորքում դուք ձեզ քրիստոնյա եք համարում, հիշեք, մի փոխեք երկնային արքայության Մի փոխեք երկնային արքայության բանալիները ավտոմեքենայի եւ տան բանալիներով։ Վերջին հաշվով քրիստոնյայի կյանքի իմաստը երկնային արքայության, այսպես ասենք, հա, մի քիչ ժարգոնային ասեմ, վիզա աշխատելն է։ Այսինքն քո արած գործերով դատաստանի ժամանակ դու իմանաս որտեղից գնում։ Հիմա եթե իրենք երկրի վրա իրենց արած գործերով այդ բանալները փոխել են մի թանկարժեք մեքենայի, մի բարեկեցիկ լավ բնակարանի եւ վայելքների մեջ ապրելու
այսպես իրավիճակին, ապա վստահաբար եւ երկրի վրա ձեր անունը արդեն գրվում է ձեր արած գործով եւ երկնքում է գրվում։ Ես այսօր պատահաբար մի փոքր տեսանյութ էր Հովանա վանքի քահանաներ քայլում երկու թիկնապահով հետևը կանգնած, որոնք այդպես չսափրված էին, մի քիչ ավելի որ զավթել է եկեղեցին։ Նախքին քահանան, այո։ Ստյոպիկ Ասատրյանը, այդպես ակնոցները ամենայն հավանականությամբ թանկարժեք ակնոցներ դրած մնում էր այդ թզբը այդ ձերքին ասենք ՊՏ-10-նելով արա ախպեր տարբերակով սենց իրանից գոհ։ Լավ էս մարդիկ հայլու մեջ, ես օրինակ կարծում եմ որ դուք հայլու մեջ, երբ որ իսկապես դուք ձեր Աստծո եւ ձեր խղճի հետ խոսակ, հայլու մեջ ձեզ նայեք, անընդհատ թքեք այդ պատկերի վրա, որտեղ ուրիշ բանի արժանի չեք։ Կապ չունի ինքը ինչպես է մարդկանց փորձում մանիպուլացնել։ Օրինակ, այդ նույն Հովանավանքում 3 քաղաքացի Հայաստանի Հանրապետության գնացել էին եւ քաղաքացիներից մեկը տեսախցիկ էր կամ հեռախոս էր աշխատում, ասեց մենք ուզում ենք այստեղ մկրտություն անել, ինչպես ձեզ դիմենք եւ սկսեցին հարցեր տալ։ Ողորմելի վիճակ էր Ստյոպիկ Ասատրյանի։ Երբ որ այդ մարդիկ խիստ առարկայական հարցեր էին տալիս, այս մարդը բա դու գիտեք sense, բա դու գիտեք այնպես եւ այլն։ Ստյոպիկ Ասատրյանի նմանները արդեն մեր եկեղեցու պատմության մեջ իրենք մնացել են։ Այդ խարանը կարող են իրանց վրայից ջնջել միայն քավությամբ, մակարումով, որի ցանկություն անգամ չունեն, որտեղ իրենք սատանայի դաշտ են մտել այդ գայթակղությունների, իշխանության, փառքի իրենց մասին խոսելու։ Այդ դատարկ բաների։ Այսքանը։ Ասում են թե ինչպես կարողացավ ժամանակին Հիտլերը այդքան մարդ իր շուրջը հավաքել, ասում են պետք չի որ մեկի բացատրություն գտնել էլ իրենք այդ ները սպունգի պես իր նման ներերին քաշում է։ Հիմա մարդը Արցախ հանձնող, Արցախը սովի մատնած հետո միայնակ թողնող, հայաթափող, Արցախը Ադրբեջան համարող, այս անձը որ ասում է կտանեմ նկուղներով, կծեփեմ, կփռեմ, չգիտեմ, այս մարդը հիմա ոչ պետք է շատ զայրանալ, ես ճիշտ ասած 3-4 տեղից չէի գտնում։ Իրանք իրար գտել են, այդտեղ ոչ մի բան չկա, կարծում եմ ոչ էլ պիտի ասենք մեր հոգևոր բանը շատ ծանր տանի էս ամեն ինչը։ Ի վերջո նաև համաձայնեք երևի պարոն Նահապետյան, որ այս գործընթացը նաև մաքրման գործընթաց է, որ սրիկա, տականք, դավաճան, հուդա, բրուտոս տեսակները մաքրվեն։ Հենց այնպես ոչ մի բան չի լինում, այս մարդը իր մեջ ուրեմն աբիժնիկ, չար, ողորմելի, տականք, ուտողուրացող, անշնորհք, չգիտեմ, այդ բրուտոսը իր մեջ ինքը եղել է ուղղակի հարմար պահը եկավ եւ դրսեւորվեց։ Լավ է որ դրսեւորվեց եւ եկեղեցին կմաքրվի։ Հիմա հակառակ բանը կա։ Իսկ ասում են, եթե եկեղեցուն վերջում մնա 2 սրբազան եւ վեհապարը, թող մնա։ Եթե իրենք են իրական, եթե պիտի 2-ը մնա, թող 2-ը մնան։ Ես վստահ եմ, եթե մեր պետությունը մնա, այդ ամեն ինչը վերականգնվելու է։ Մեր խնդիրը հիմա ամեն գնով պաշտպանել հայ առաքելական եկեղեցին, վեհապարին, կաթողիկոսին ամեն գնով պաշտպանել եւ պաշտպանել մեր պետությունը։ Մենք եթե ունենանք, նորից եմ կրկնում, այդ մաքրամաքուր, ամուր կանգնած հոգեվոր մեր վեհապարին եւ սրբազաններին եւ հոգեվորականներին, ուրեմն այդպես էլ պիտի լիներ։ Իրանց վրա նորից պիտի հենվենք ու նորից հայ առաքելական եկեղեցին իրենց վրա պիտի հենվի եւ նորից ոտքի կանգնի։ Մեր խնդիրն է այս տականքներից ազատագրվելը։ Տականք իր տականքին կգտնի։ Հիվանդանոցում է կգտնի, եկեղեցում է կգտնի, ամենտեղ կգնա իր նմանին կգտնի։ Այնպես որ շատ ծանր չտանել, ես կարծում եմ էլի մեր վեհապարը ճիշտ իր տեղում է, իր հանդարտությամբ, իր զսպվածությամբ, իր բարձր խոսքով։ Իմիջիայլոց մենք ներկա ենք նաև շաբաթ երեկոյան նաև բանտարկյալների համար Արագածոտնի թեմը։ Ոչ միայն այնտեղ Շիրակի թեմը կար եւ այո 3 թեմերի միասին կազմակերպել էին։ Մենք մեր սրբազանների հետ ենք, մենք մեր հոգեվորականների հետ ենք։ Ես ընդհանրապես վերջում այս թեման ամփոփելով ասեմ, սովորաբար կրակը առ երևույթ ինքը ավերող հատկություն ունի ոչնչացնող։
Բայց եւ օրինակ ասենք թավան շատ կեղտոտ է եւ որովից է մակրոկնուտ չի անցկացնում, կրակի վրա պահում են այդ կեղտը մակրում է։ Եվ այսպեսի մի զուգահեռ կա, ասում է փորձությունների ժամանակ կրակը որպես փորձության գործիք, ասում է փայտը այրվում է, իսկ արծաթի եւ ոսկու հակը պրոբը բարձանում է, ավելորդ բաները։ Հիմա այո, սեր այդ համակարծիք եմ, այս փորձությունը ինքը որոշակի առումով նաև մաքրման գործընթաց է, նրանք ովքեր որ այդպեսին էին, հիմա փորձությունների ժամանակ փայտի նման ավերվելու են։ Իսկ նրանք ովքեր որ գայթակղվեցին, վախեցան, ինչից վախեցաք։ 1 տարի շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդը չվախեցավ, չլքեց Արցախը, դիմադրեց Թուրքի հացը չվերցրեց։ Դուք ինչից եք վախենում։ Լավ են զինվորները, որոնք մահվան աչքերին բաց նայել են ու չէին վախեցել, չէին փախել, չէին ընկրկել, կանգնել էին, կռվել էին, զոհվել էին ու նահատակվել էին։ Դուք պատկերացեք, իրենք հանուն երկրի մեր, հանուն մեր հայրենիքի կյանք էին տվել։ Իհարկե, վախի մեջ նայելով իրենք հասկանում էին, որ իրենք հավանականություն շատ մեծ էր, որ զոհվելու են։ Ձեր վրա ընդամենը որոշակի ասենք թե կամ շահ պիտի ունենաք փող են տվել կամ ինչ որ վարկաբեկիչ նյութ լինի։ Հետո։ Լավ։ Հետո։ Մի ուրիշ ձևակերպում էլ կա այդ կարգի մարդկանց, ասում է խոզի պես ապրել է գոլի մարդու նման մեռեք։ Դե փաստորեն խոզի պես են ապրել։ Եթե իրենք եկեղեցու համար գոնե արարքներով վերջում իրենք գնում են այն մարդկանց կողքը, ովքեր եկել են այսպես մեծ մուրճը չեն, ինչը կացին է, չգիտեմ ինչ է։ Իմիջիալոց երեք մտածում էի, ասում եմ նրանք, ովքեր որ 18 թվականին գնացին այս մարդու կողքը, հիմա չասեք, մենք խաբված ենք։ 18 թվականին ինչ էր տեղի ունենում, պարոն Նահապետյան, հիշում եք։ Արշավը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հիշում եք։ Հիմա կարող եմ ասել, որ դուք սրբապիղծ էիք, որ գնում էիք 18 թվականին նրա հետևից, հա։ Հարցակում է, չէ, այրաքելական եկեղեցու վրա։ Դե նույն խնդիրը ժամանակ է դրված վերջացավ, այսինքն այն որ արդարանում եք, մենք էս ենք, այսինքն դուք այդ ժամանակ վերցրել եք, այդ քլունգ են ասում, ինչ են ասում, sense վերցրել, տալիս եք եկեղեցու պատին, ավիրում եք։ Այդ մի հատ է ձեր սրտին եք, տալիս, որ եթե դες հոգևոր ինչ-որ բան կա, ձեր գլխին եք տալիս եք, sense ավիրում եք, հետո մի հատ հետո 21 թվականից հետո այդ որ գնացիք էլի իր հետևից ինչ էիք անում, նույն կերպ բռնած խփում էիք, չէ, եկեղեցու պատերին։ Հիմա այս մարդը ինչ է անում։ Այս սրբազան ես կարծում եմ սան պիտի կարգալույց անել եւ բացարձակ չմտածել դրա մասին, որ պիտի հիմա վերջում մնա 2 սրբազան կամ 1 թող մնա 1 սրբազան։ Ինչ է պատահում։ Նախ 2 սրբազանների ներկայությամբ խոսքս Աբրահամ սրբազանի եւ Գևորգ սրբազանների ներկայությամբ իրենց թեմի պատարակիչ քանան խախտել է ուրեմն կարգը եւ այդ կարգի խախտումը ոչ միայն կարգապահական առումով այդ քանաների վրա է ազդելու վստահաբար, այլև սրբազանների վրա։ Ես կարծում եմ մայրաթորը համապատասխան կեցվածքով հանդես կգա։ Սա է իրականությունը